Ֆորդի վարորդ, մոտեցեք, ձեր մեքենան դուրս բերեք։ Բարեկային ծառայությունում ծառայության անցնելու ընդունելության մասին տեղեկացել եմ գովազդներից։ Որոշումս կայացրել եմ շատ հապճեպ, առանց երկար-բարակ մտածելու։ Ցանկությունս մեծ էր ընդունվելու, բարեփոխումների մի մասը դառնալու, ինչպես նաև իմ մի փոքրիկ ներդրումը ունենալու այս պատվաբեր գործում։ Ի վերջո ցանկությունս իրականացավ, ընդունվեցի, ըստ հերթականության հաղթահարեցի ընդունելության բոլոր փուլերը, այնուհետև հանձնեցի ավարտական քննությունները եւ նշանակվեցի համապատասխան պաշտոնում։ Իմ անցած ուղին եղել է շատ բարդ, դժվարություններով լի է եղել, խոչընդոտներ, դժվարություններ, այնուամենայնիվ կարծում եմ, որ հենց այդպես էլ պետք է լիներ, քանզի խնդիրները հաղթահարելով է մարդ փորձառություն ձեռք բերում, կոփվում եւ մասնագիտանում իր ընտրած ոլորտում։ Շրջապատում շատ քիչ մարդիկ են իմացել իմ ընտրության մասին, սակայն ընթացքում կամաց բոլորն էլ իմացան, ճիշտ է, որոշ մարդիկ դեմ էին, որոշը շատ դրական ընդունեցին, բայց ամեն դեպքում դա ինձ չխանգարեց իմ ընտրությունը կատարել, շատ գոհ եմ եւ հպարտ եմ։ Ես համարձակորեն կնշեմ, որ կանանց ներգրավվածությունը այս ոստիկանության համակարգում ինքնին շատ մեծ դերակատարություն ունի։ Մեր առջև դրված գործառույթային պարտականությունները պատշաճ իրականացնում ենք։ Կանայք ավելի քիչ կոնֆլիկտային են, ուժ քիչ են գործադրում եւ իմ կարծիքով կարողանում են օգտվել ամենահզոր ուժից, դա բառի ուժն է։ Կինը ավելի մտածված է մոտենում որոշակի իրավիճակների։ Իմ կարծիքով կին ոստիկանը արդեն իսկ հերոս է, որովհետև տանն է թողնում իր երեխաներին, կարևոր չի մեկը, երկուսը եւ առանց տարիքային սահմանափակման կրում է համազգեստ, դուրս է գալիս ծառայության, իր վրա կրելով զենք եւ տղամարդկանց հետ ծառայում է հավասարը հավասարի նման։ Լարված կամ վտանգավոր իրավիճակներ որպես այդպիսին դեռ չեն գրանցվել, քանզի մոտեցումը եղել է միշտ բարեկիրթ, միշտ զսպված, համբերատար, իսկ եթե հասել է այդ կրիտիկական պահը, երբ որ մարդիկ սկսել են բորբոքվել, ձայն բարձրացնել, իրենց տոնայնությունը ձայնային, միշտ զսպողական ենք եղել, երբեք թույլ չենք տվել, որպեսզի բանը հասնի ուժ գործադրելուն կամ ձեռնաշղթաներ կիրառելուն, միշտ զսպված ենք եղել եւ իրեն ավելի հանդարտեցրել ենք։ Ձեզ ինչպես դիմեմ, ազգանունով թե անունով։ Արամ ջան։ Թաղանթապատված է, տեսեք։ Հա, բան չասեմ, բայց հենց սենց էլ եկել է։ Երբ եք գնել մեքենան։ 3 տարի է։ 3 օրենքը թույլ չի տալիս, առանց թաղանթապատման պիտի վարեք։ Մյուս կողմին էլ կհանեք։ Ու ձեզ բարի ճանապարհ մաղթենք։ Շնորհակալ եմ։ Օրենքը միշտ պահեք, ոստիկաններն էլ միշտ ձեր կողքը կանգնած են։ Ձեզ անփորձանք երթևեկություն։ Մերսի շատ, ձեզ բարի ծառայություն։ Շնորհակալ եմ շատ։ Ծառայության դուրս գալուց հիմնական շեշտը առավոտյան ժամերին դրվում է խաչմերուկների կարգավորման վրա, որպեսզի խցանումներ չառաջանան եւ մարդկանց նեղություն քիչ պատճառենք, որ իրենք էլ իրենց հերթին ինչքան հնարավոր է շուտ հասնեն իրենց աշխատանքի վայր։ Դրանից հետո արդեն անցնում ենք մեր հիմնական գործառույթներին, հասարակական կարգի պահպանություն, իրավախախտումների նախականխում, կանխում, խափանում։ Ինչպես նաև շատ ճանապարհատրանսպորտային պատահարներ են լինում, մոտենում ենք, օգնում ենք, աջակցում ենք, որպեսզի վթարը շուտ դուրս բերենք եւ խցանման պատճառ չլինի։ Զավեշտալի դեպք եղել է անցած տարի, որը որ շատ է տպավորվել եւ մինչեւ այսօր դա հիշում եմ։ Ծառայություն ենք իրականացնում Մալացիա վարչական շրջանում, երեկոյան ժամ էր եւ շեշտը դրել էինք հանցագործությունների բացահայտման վրա։ Ամայի տարածք էր, շրջագայություն էինք իրականացնում, մի քաղաքացի ման էր գալիս։ Մոտեցանք, ներկայացանք, հարցրեցինք արդյոք իր մոտ արգելված իրեր, առարկաներ ունի, ասեց ոչ, չունեմ, կարող եք ինձ նայել, ասեցինք լավ, իսկ դեմ չեք, եթե ձեզ ավելի մանրակրկիտ զննենք, օրինակ ցույց կտաք ձեր տոպրակի պարունակությունը, մեծ սիրով համաձայնեց, բաց այս տոպրակը ցույց տվեց,
5 հատ օգտագործված կաթուցիչ հարցրեցինք ինչի համար է այսքան շատ, ինչ է կանում տոպրակի մեջ եւ լիքը ուրիշ պարագաներ, ասաց, որ իմ հեքիմի հետ խորհրդակցել եմ, նա ինձ խորհուրդ է տվել, որպեսզի գնամ գերեզմաններ, խարույկ վառեմ եւ այս ամբողջ պարունակությունը նետեմ այդ խարույկի մեջ, որպեսզի ձերբազատվեմ, այլևս չօգտագործեմ նման բաներ։ Մենք էլ մեր օրինական գործողությունները հետո իրականացրեցինք, ձերբակալեցրինք, մոտեցրեցինք մոտակա բաժին։ Օրվա մեջ ամենաշատը, որ երբևիցե կազմել եմ, արձանագրությունների թվով, դա 70-ն է եղել, հետիոտնային անցումներից դուրս, երբ որ մարդիկ հետիոտները հատում են երթևեկելի մասը հետիոտնային անցումից դուրս, դրա առկայության դեպքում։ Ոստիկանության ծառայողի մասնագիտական էթիկան բարոյական սկզբունքների ամբողջություն է, որը արտահայտում է նրա վերաբերմունքը ինչպես իր ծառայողական, այնպես էլ քաղաքացիական պարտքին։ Ծառայողը իր գործունեության մեջ պետք է առաջնորդվի մի վնասիր սկզբունքով։ Ոստիկանը պետք է դրսևորի տակտ, կոռեկտ լինի մարդկանց հանդեպ, հարգալից եւ արդարացի վերաբերմունք ցուցաբերի։ Ոստիկանը պարտավոր է լինել օբյեկտիվ, անաչառ, անկողմնակալ ոչ միայն օրինապահ, այլ նաև կարգազանց քաղաքացիների հետ։ Ասեմ, որ դրական տեղաշարժ դիտվում է, կա վստահություն, ոստիկանություն, հասարակություն, փոխհամագործակցության մեջ։ Դե իհարկե ոստիկանները լինում են կին, տղամարդ, լավ եւ վատ, մենք բոլորս մարդ ենք, մեզ կարող են սիրել եւ չսիրել, բայց հավատացած եղեք, առանց մեզ չեն կարող։ Երիտասարդ աղջիկներին խորհուրդ կտամ, որպեսզի ավելի համարձակ լինեն իրենց որոշումներում, եթե դեռ համապատասխան մասնագիտության մեջ չեն կողմնորոշվել ինչպիսի մասնագիտություն ընտրեն, ապա համարձակ եղեք եւ դիմեք, մենք ուրախ կլինենք, որպեսզի դուք համալրեք մեր շարքերը։